Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մեր տուն ու տեղ ծրագիրը 1 տարեկան է։ 2015 թվականի հուլիսի 2-ին Արցախի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց մեր Անդրանիկ հաղորդումը։ Եվ եթե հիշում եք, մեր առաջին հյուրը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyanն էր։ 1 տարի անց այսօր նույնպես իմ հյուրը Պարքև Սրբազանն է։ Սրբազան հայր, շնորհակալ եմ, որ նորից ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ այս 1 տարվա հոբելյանի առիթով շնորհավորել այս գեղեցիկ հաղորդումը։ Շնորհակալ եմ, Սրբազան հայր, առաջին հարցը վերաբերում է Հռոմի Պապի այցին, ինչպես ինքն էր ասում, ուխտագնացությանը առաջին քրիստոնյա երկիր։ Մենք հետևում ենք հեռուստատեսությամբ, բայց մի բան է հեռուստատեսությամբ հետևել եւ բոլորովին այլ բան է, երբ մարդ ներկա է լինում եւ այդ ամենը ըմբոշխնում է։ Ձեր տպավորությունը։ Գիտեք, ասեմ այն, որ այս այցը շատ կազմակերպված էր, շատ բացառիկ ձևով, վարքյան առ վարքյան։ Նախ մեր եկեղեցին եւ մեր հայրենի իշխանությունը շատ լավ կազմակերպեցին։ Մեզ էլ շատ դուր եկավ այդ կազմակերպվածությունը, նաեւ Վատիկանին։ Իրենք էլ դա ընդգծեցին։ Բացառիկ կազմակերպված էր։ Սա մեկ, երկրորդը ինքը եկավ մեզ մոտ եւ որպես մեծ քրիստոնեական կաթոլիկ եկեղեցու հովապետ կամ քահանայապետ, որ 1,2 միլիոն հավատացյալ ունեն, եկավ որպես Վատիկան պետության ղեկավար, եկավ նաեւ որպես քրիստոնյա մարդ, ուխտաբար, ինքը ասաց, ուխտի եմ գնում։ Գալիս է բիբլիական երկիր, այն ազգի մոտ, որ առաջինն է քրիստոնեությունը ճանաչել, եւ որը, ինչպես ինքը նշեց, անցել է բազմաթիվ փորձություններով եւ դժվարություններով, եւ ինքը մի սքանչելի բան ասաց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որին իրենք ապրիլ 12-ին անցյալ տարի հռչակեցին կաթոլիկ եկեղեցու համար իրենց տիեզերական վարդապետ, ուսուցիչ, որի խոսքը կանոն է ամբողջ կաթոլիկ աշխարհի համար, ասաց, որ Գրիգոր Նարեկացին հայ ազգի հոգևոր սահմանադրությունն է, կոնստիտուցիան։ Դա բացառիկ եւ դա նոր բանաձև էր, կարծես թե մեր ապրելու օրենքը հոգևոր, ամենագլխավոր։ 1980 դուք հիշատակեցիք Նարեկացուն, Պապը մեջբերում արեց նաեւ Չարենցից, չէ, ես Մանուշ Հայաստանի բանաստեղծությունից։ Դա բնական է։ Բայց ես խոսքս գնում եմ այդ հոգևոր իմաստով, իհարկե, եւ այս իմաստով իհարկե Հռոմի Պապի այցը ունի մի քանի նշանակություն մեզ համար։ Նախ հոգևոր, որ արձագանքվեց ամբողջ աշխարհով մեկ։ Երկրորդ քաղաքական իմաստով, որ ինքը ցեղասպանություն բառը հնչեցրեց, կրկնեց այն ինչ որ արել էր 12 ապրիլին անցյալ տարի Վատիկանում պատարագի ժամանակ, որը նախատեսված չէր, չէ՞ կարծես թե այս անգամ տեքստում չկար։ Չկար, նախագահի հանդիպման ժամանակ չկար տեքստում, բայց ինքը բանավոր իր խոսքի մեջ շեշտեց եւ կրկնեց դա հատուկ։ Եվ հետո ասաց, չէ, դրանից հետո որ ինքը ավելի հարմար այլ բառ չի կարող գտնել, այո, ինքը ճշգրտեց ուղղակի։ Նաեւ քաղաքական իմաստով դա կարեւոր է։ Մյուս իմաստով ինքը եկավ այցելելու մեր երկիր եւ ուխտաբար եւ որպես հովապետ եւ մի բան ասաց, որ քրիստոնյա ընդհանրական տիեզերական եկեղեցին, որ սկսվեց բաժանվել 451 թվականից Քաղկեդոնի ժողովից, հետո 1054 թվականին կաթոլիկ եկեղեցին օրթոդոքսներից անջատվեց եւ հետագայում գիտեք արդեն 400 տարի անց արդեն ռեֆորմացիայի ժամանակ բողոքականները անջատվեցին կաթոլիկ եկեղեցուց։ Ինքը մի բան ասաց, մեզ միացնում է եւ մենք ընդհանուր բաներ ավելի շատ ունենք,
քանց թե այն ինչ որ մեզ բաժանում հա։ Եվ ասեմ որ մենք ունենք եւ կաթոլիկ եկեղեցու հետ եւ օրթոդոքս եկեղեցու հետ երկխոսության հանձնաժողով որ բանակցություններ ունենք որ փորձում ենք մենք մեզ մերձեցնել ընդհանուրի գալ որտեվ գիտեք երբ որ ճեղքվել են եկեղեցիները մեկը մյուսին բանադրանքի նզովքի տակ է դրել սա մեկ եւ երկրորդը մեկը մյուսին սուրբ հաղորդություն չի կարող տալ փորձում ենք դանք գոնե այդ բանակցությունների միջոցով վերացնել այս հայցը կնպաստի դրան բնական է որ դա էլ պիտի նպաստի իհարկե Սրբազան ուրեմն երբ ենք հետևում ենք հեռուստատեսությամբ հա մի պատկեր կար երբ օթանավակայանում պապը իջավ ինքնաթիռից երևի ծանոթանում էր դուք ինչ որ բան ասեցիք մեկ էկրանի վրա դա տեսակ հա ես ասեցի իրեն անգլերեն բարի գալուս Հռոմի պապին ասեցի օրհնեցեք եւ ինքս ինձ ներկայացրեցի որ ես Փարքև arczepiskopոսն եմ եւ Արցախի թեմի առաջնորդն եմ լավ ուրեմն Հռոմի պապը աշնանը պետք է այցելություն կատարի Վրաստան եւ Ադրբեջան հետո մենք կարդացինք եւ այցի ժամանակ էլ պապը ասաց որ այնտեղ պիտի ասի ճշմարտությունը եւ ըստ էության մեծ խաղաղություն մաղթեց չէ՞ մեր ժողովուրդներին եւ այո ուզում եմ նաեւ իմանալ որքանով է պապը տեղյակ Արցախյան խնդրին կարող ենք այսպեսի հարցադրում անել ասենք ես անկեղծ ասած Հռոմի պապի հետ այդքան ժամանակ առիթ չեմ ունեցել որ ես Արցախի հարցը քննարկեմ բայց մոտորես մի 25-30 րոպե ես դա քննարկեցի Պետրո Պաուլինիի հետ իրանց կարդինալի հետ որ Վատիկանը պետական քարտուղարն է որ պատասխանատու է արտաքին բոլոր հարաբերությունների համար զրուցեցինք եւ ինքը ինձ ասաց ինչով մենք կարող ենք նպաստել Արցախի հարցի վերաբերյալ հարցեր տվեց Արցախի մասին եւ ես ասացի որ մենք ես հատուկ մի տեղեկան կպատրաստեմ անգլերեն կփոխանցեմ իրեն մեր դեսպանի միջոցով Միքայել Մինասյանի միջոցով ինքը ասաց շատ շնորհակալ կլինեմ եւ այսօր առավոտ 3 ժամ հետո մենք email-ով կուղարկենք տեսա որ որոշ բաներ գիտի բայց որոշ նորբություններ կա որ ինքը տեղյակ չի եւ դա հասկանալի է Հռոմի պապը շեշտեց ցեղասպանություն եւ ստալինյան բռնապետության հետևանքներ եւ հենց Արցախը Ստալինի ինքնակամ եւ անօրեն բռնապետության հետևանքներից մեկն է եւ այս տեղեկատվության մեջ կա Ստալինի կամային որոշումը Կավբյուրոյի որ իրավունք չուներ այդպիսի որոշում կայացնել եւ այդ տեղեկանքի մեջ այդ նյութը կգնա ոչ միայն այդ նյութը, այլ պատմական գիտեք, այսպես նյութեր ունենք, որ ինքը Ուրտեհեն է կոչվել 15 պատմական նահանգներից մեկն է, Պարսկական լծի տակ էր եւ այլն եւ այլն եւ այլն, միջև մեր այսօրվա պատերազմը։ Ես կարծում եմ այս տեղեկանքը օգտակար կլինի, ինքը կծանոթանա պետքարտուարը եւ կտա Հռոմի պապին, մի քանի էջ է դա։ Եվ ես կարծում եմ, որ խաղության կոչով ինքը կդիմի նաև իրենց։ Ես էլ ասացի պետքարտուարին, որ խնդրում եմ շեշտը դնեք, որ այս հարցը լուծվի միայն ու միայն սեղանի շուրջ, ոչ թե պատերազմի դաշտում, որ մենք խուսափենք զորերից։ Եվ ինքը ասաց, այո, դա մեր առաքելությունը եւ մենք դա սիրով կստանձնենք։ Քանի որ մենք կարծես թե անցում կատարեցինք Արցախյան հարցին, մենք գիտենք տեղի ունեցավ հանդիպումներ նախագահների, չէ, եւ Վիեննայում, հետո Սանկտ Պետերբուրգում, հիմա կարծես թե հանդիպում է նախատեսում նաեւ Ֆրանսիայում։ Սրանք դժվար է բանակցություններ կոչել, իհարկե, սրանք նախագահների հանդիպումներ են, բայց նախապատրաստական աշխատանքներին բանակցությունների։ Դուք էլ անշուշտ տեղյակ եք, հիմա խոսակցություններին նամանանց ժողովուրդը շատ է խոսում այդ մասին։ Ինչ սպասելիքներ մենք կարող ենք ունենալ այդ բանակցություններից, որովհետև
գաղտնիք չէ, խոսք է գնում ինչ որ տարածքներ հանձնելու, չգիտեմ, նման կարգի բաների մասին։ Երևի դուք ավելի տեղեկացված եք, ինչ կարող եք ասել այդ մասին։ Նախ որ հանդիպումները տեղի ունենում, դա շատ լավ է։ Ավելավա բանակցել, քան պատերազմել։ Այո։ Մենք էլ չենք կամենում զոհ ունենալ եւ ոչ էլ Ադրբեջանի ժողովուրդը։ Իրենց իշխանության կարծիքը այլ է, իրենք պատրաստ են ամեն ինչի։ Ցավոք սրտի։ Պիտի ասեմ, որ Սանտ Պետերբուրգի հանդիպումից հետո կարծես թե զինադադարը ավելի շեշտակի դարձավ։ Կրակոցները գրեթե սկսեցին մարել։ Այո։ Որը շատ լավ է։ Նա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը յուրատուկ լծակ ունի նաև Ադրբեջանի վրա։ Դա զգացվում է միանշանակ կերպով։ Բնական է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը ունի իր մեծագույն շահերը, ինչպես նաև Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Այն որ խոսքը գնում է ինչ որ տարածքների մասին, արդեն 22 տարի է մենք դա լսում ենք։ 94 թվականից հետո մենք դա արդեն անընդհատ ամեն տարի առաջին անգամ չէ։ Առաջին անգամ չէ, հետո Մադրիդյան, գիտեք, հանդիպումից հետո դրա մասին խոսքը գնաց, Կազանյան հանդիպումից հետո խոսքը գնաց դրա մասին, որ դա կոմպրոմիսի, փոխզիջման լուծումներից մեկն է։ Խորքը որ նայես, խոսքը երբ որ գնում է փոխզիջումների մասին, ընդհանրապես եթե խաղաղ կարգավորում պիտի տեղի ունենա, փոխզիջում պիտի ունենա տրամաբանություն։ Եթե մեկը զիջում է, մյուսն մի բան պիտի զիջի։ Դրա համար էլ կոչվում է փոխզիջում, ոչ թե միակողմանի զիջում։ Շատ լավ եք ասում։ Եթե մենք ինչ-որ մի բան պիտի զիջենք, ապա իրենք ինչ են զիջում։ Սա է տրամաբանությունը բանակցության։ Երկկողմանի պիտի լինի։ Եթե միակողմանի անիմաստ է։ Սա մեկ։ Երկրորդը իսկ ով է ասել, որ հայ ժողովուրդը առավել եւս արցախայությունը պատրաստ է որևէ միտից հող հանձնել։ Ժողովուրդը պատրաստ չէ եւ չի էլ հանձնելու։ Ինչի դիմաց։ Հանուն ինչի։ Հայ եթե ինչ որ մի բան ժողովուրդը ինքը հանրակրվեի ժամանակ որոշի ես 1 կամ 2 շրջան հանձնում եմ, պիտի հիմա ինչ է ստանում։ Կատարյալ երաշխիք, անկախության ճանաչում, չգիտեմ ինչ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն դա ժողովրդի որոշելիքն է։ Իհարկե։ Այո։ Դու գիտեք ինչ կա։ Հողը ոչ իմ սեփականությունն է, ոչ ձեր։ Դա ժողովրդի սեփականությունն է։ Առաջինը դա պիտի մենք բոլորս գիտակցենք։ Դա ժողովուրդ պետք է որոշի։ Եվ ժողովուրդն է կրել պատերազմի հետևանքները։ Դա մեկ մարդունը չէ, 5 մարդունը չէ։ Ժողովրդից հող վերցնել եւ տալ ուրիշ։ Այնպես որ սա ժողովրդի որոշելիքն է, իսկ մենք մեր ժողովրդի տեսակետին բոլորս էլ քաջ ծանոթ ենք։ Սա մեկ, երկրորդը, ընդհանրապես դրանք ընդհանրապես զրույցներ են։ Դեր որոշակի ոչինչ չկա ոչինչ։ Դա բանակցություններ հիմա տեղի չեն ունեցել, որ ինչ որ թղթե ստորագրեն։ Կան գաղափարներ, որի շուրջ խոսում են կամ առաջարկներ են բերում երկու կողմերին ընդհանրապես։ Բայց ես ինքս ասեմ, որ շտապել վրազել կարիք չկա։ Աշխարհը այնքան արագ է փոփոխվում։ Չգիտես թե 2 ամիս հետո ինչ կարող է տեղի ունենալ։ Ինչ կլինի։ Մենք չգիտենք։ Այո։ Չգիտենք ինչ տեղի կունենա Թուրքիայում, ինչ կարող է տեղի ունենալ Ադրբեջանում կամ ընդհանրապես աշխարհում։ Ով գիտեր, որ Անգլիան պիտի հանրակրվեն դուրս գա Եվրոպայից։ Մենք չգիտենք վաղը Եվրոպայում ինչ տեղի կունենա։ Այնպես որ շտապել մենք չպիտի շտապենք եւ եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, մենք ոչ մի բան չենք տալու։ Երջը այդպես է լինել։ Ես կողմնակից եմ, որ առհասարակ այդ թեման չարծարծվի, ուղղակի հատուկ ես հարցրեցի ձեզ, որպեսզի ձեր խոսքը հնչի, որպեսզի նաև մեր ժողովուրդը որպես իր հոգևոր առաջնորդի։ Գիտեմ, նայեք տեսեք, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այդպիսի խոսակցություններ կային։ Նաև Քոչարյանի ժամանակ ստորագրվեց Մադրիդյան այդ սկզբունքների շուրջ բանակցություններ վարել։
Սերժ Սարգսյանն էլ կամա թե ակամա այդ ժառանգությունը ստացավ։ Եվ ինքը չի կարող կտրուկ պաշտոնապես ասել, գիտեք ինչ կա, այս ամենը մոռացեք, միջազգային պրակտիկայի մեջ ընդունված չէ, երբ որ քո 1-2 նախորդդ ասել են այո, դու ասես ոչ, կասեն այս պետությունը անլուրջ է, իր խոսքին չի կարելի հավատալ։ Քաղաքական քաղաքավարությունից, կոռեկտությունից ելնելով Սերժ Սարգսյանը ստիպված իներցիա պետք է պահի այդ գիծը, ցույց տալու, որ մենք լուրջ բանակցող ենք։ Չեմ ասում, որ իր համար հաճելի է այդ հարցերի շուրջ ինչ-որ խոսել։ Դա ինքնին հասկանալի է։ Ուղղակի դա քաղաքական միջազգային պրակտիկայի մեջ է։ Այն, որ ճիշտն ասած, լավ կլներ, որ մենք մի քանի առիթ չփախցնենք։ Երբ որ Նախճիվանի մշակութային մեր կոթողները ջարդեցին, ասենք ուսով վայրագազգ է, որ չի հանդուրժում մեր մշակույթը, հայն ընդհանրապես չի հանդուրժում։ Այն Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո լավ ուժեղ թղթախաղեր որ պիտի օգտագործեինք, չօգտագործեցինք։ Այս նոր ապրիլյան պատերազմը շատ կտրուկ պիտի մենք օգտագործեինք, չօգտագործեցինք։ Այն որ գլխատում են մեր կամ դիակոպտում են, խոշտանգում են, դա էլ պիտի սեղանի վրա միջազգային հանրության առջև դնենք, օգտագործենք այդպիսի լավ պահեր։ Ցավոք սրտի ոչ մեր արտաքին քաղաքականությունը դա չօգտագործեց, ոչ էլ մեր մամուլը դա կարողացավ լայն աշխարհում մեկ տարածել։ Կարծես թե ինչ որ բան արվում է, բայց իհարկե բավարար չի, դա բավարար չի, որպեսզի ռեալ իրական տպավորությունը միջազգային հանրությունը ստանա։ Սրբազան հիմա կարծես թե հարաբերական անդոր է, քիչ են կրակում կամ գրեթե չեն կրակում, բայց ապրիլյան պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ հակառակորդին վստահել չի կարելի։ Այնպես չէ։ Ինքը նենգ է։ Այո։ Նենգ է եւ ամեն օր կարող է իր խոսքը փոխել եւ իր պայմանավորվածությունը դրժել։ Հիմա էլ կարծես թե ինձ դա անում է, չէ՞, նույն այդ հետաքննող մեխանիզմների շփման գծ, այո։ Իհարկե դեմ է, որտեղ դա իրան ձեռնատու չէ, որտեղ նա զինվում է, մարզվում է, նշանակում է, որ ինքը փորձում է պատրաստ լինել ցանկացած պահի նորից սկսել պատերազմական գործողություններ։ Ուրեմն մեկ եզրակացություն։ Մենք պիտի լինենք միշտ արթուն, ազգովի, հարավել ևս մեր զինվորները եւ բանակը։ Միաճքը բաց քնենք, չէ՞։ Այսպես կարելի ասել, այո, կիս արթուն կամ ընդհանրապես արթուն վիճակում պիտի լինենք եւ ամեն ինչ պիտի անենք հագեցնենք մեր բանակը։ Սա միակ ձևն է կամենում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմ։ Այո։ Մենք մեր անելիքը սա է։ Համախմբվել ազգովի եւ զորացնել մեր բանակը։ Սա է մեր ճանապարհը։ Այո, թող բանակցություններ գնան, բայց կարևոր հարցը մենք պիտի լուծենք մեզ համար։ Նույն ապրիլյան պատերազմը վերհանեցին նաեւ մեր բաց թողները նաեւ այս ճակատում։ Իհարկե, ամեն մի պատերազմական գործողությունը ցույց է տալիս քո ուժեղ եւ քո տկար կողմերը։ Բնական է, ինչպես մեր կողմից, այնպես էլ իրենց կողմից։ Եվ գիտեք, ամեն մի բանակ, ամեն մի պետություն կամա թե ակամա ունենում է իր տկար կողմերը, իր թերացումները, դա հասկանալի է։ Մեզ լավ կլինի, եթե մենք կարողանանք ազգովի շատ արագ շտկենք այս ամենը, որպեսզի մեկ թույլ կետ էլ չունենանք, որը շատ դժվար է իհարկե։ Մենք պիտի հասկանանք, որ բավական ուժեղ հակառակորդ ունենք, զենքերով հագեցված, ֆինանսապես հարուստ, որոնք վրեժխնդրությամբ լցված են մեր դեմ, են գիտեք բարթույթի կոմպլեքսով տարապող են, որտեղ պարտաված են եւ վատ են իրենց զգում, ռևանշի ձգտող ազգ է, մի տեսակ շատ ուժեղ ստիմուլ ունեն իրենք, այսպեսի ազդակներ կա իրենց մեջ։ Բայց մենք էլ գիտենք, որ մեր հայրենի հողն ենք պաշտպանում, Հայաստանն ենք պաշտպանում, Արցախը եւ մեր հայրենիքը եւ մեր ազգը, սա էլ ավելի մեծ ազդակ է մեզ համար։ Եվ ժողովուրդը մեկ անգամ եւս հապացուցեց, որ ինքը պատրաստ է պաշտպանելու հայրենիքը։ Ես կարծում եմ, որ մեր հենց բանակը իրենց խաղաքարտերը լրիվ խառնեց։ Լրիվ։ Այդ բլիցկրիգի, այո, տապալեցինք իրենց բլիցկրիգը։
Ուղղակի տապալեցին, որովհետև հայտնի էր իրենց պլանները։ Մինչև ապրիլ 6-7-ը իրենք պիտի հարավում հսկա տարածքներ վերցնեին եւ Մարտակերտի կեսը, որից հետո պիտի սկսեին կենտրոնական հարվածը ու Աղդամի ուղղությամբ։ Սա իրենց ծրագիրն էր, որը տապալվեց սահմանով մեկ։ Թուրքիայի մատը տեսնում եք այդ ամենի մեջ։ Իհարկե, անշուշտ, անկասկած տեսնում եմ։ Նախ Թուրքիան կամեցավ հրահրել այս բաները, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը շեղի Սիրիայից եւ Թուրքիայից։ Դա բնական է եւ դրա մասին այդ ապրիլյան դեպքերից 1.5 ամիս առաջ ես Մոսկվայից հաղորդումներ էի նայում։ Գիտեք, այդ գիշերները հաղորդումներ կան Սալավյովի հետ, ուրիշների հետ։ Մի հատ երիտասարդ աղջիկ, կարծեմ հրեա է ծագումով, ասաց, որ Իլխամ Ալիևը Լոնդոնում է եւ իր դեմ ուլտիմատում են դրել։ Դու Իլխամ Ալիև կողմնորոշվիր։ Դու ում հետ ես, Ռուսաստանի հետ ես, թե Արևմտյան ալյանսի հետ ես։ Եվ ինքը ասաց, որ ես կարծում եմ, որ իրեն պիտի պարտադրեն, որ ինքը Ղարաբաղում պատերազմ սկսի։ Դա մոտ 30-35 օր առաջ էր դեպքերից։ Նաև այլ մարդիկ խոսեցին դրա մասին, այն Ֆրանց Յոսիֆովիչը, այն գիտեք, նախկին այդ վետերանների միության նախագահան, Շիմոն Բաղդասարովը, մի այլ հոգելի հիշում եմ, ասում էին, որ Թուրքիան կարծես թե պիտի հրահրի Ադրբեջանին, որ նա սկսի պատերազմական գործողություններ։ Ամենից մի 4 հոգուց ես դա լսել եմ 30-35 օր առաջ։ Եվ դա մերոնց համար պիտի ազդակ լիներ, որ ավելի արթուն գտնվենք։ Իրանք որ ասում էին, դա պատահական չէին ասում։ Քանի որ արտարծեցինք նաև Թուրքիայի թեման, հա, մենք գիտենք կոնֆլիկտը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև եւ կարծես թե այս վերջին օրերին հարթեցման ճանապարհ են ընտրել կողմերը, հայտնի խոսք է, չէ՞, մանավանդ թուրքերի համար այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, պիտի համբուրիր։ Իհարկե։ Եվ ես այդ տարբերակն է գործում։ Իհարկե։ Նախ Թուրքիան հայտնվեց շատ ծանր վիճակում, մի քանի առումներով։ Ամերիկայի հետ հարաբերությունները լարված են։ Լարված են Իսրայելի հետ հարաբերությունները, բայց հենց վերջերս շտկվեցին։ Ռուսաստանի հետ մեկ օր առաջ կարծեմ շտկվեց վերջնականորեն Թուրքիայի հարաբերությունը եւ նա ստիպված եղավ գնալ դրան Իսրայելի հետ շտկելու նախ քրդերի հարցը կա Սյուրիայում այդ իսլամական պետության հետ իրենց կապերը սկսում են տկարանալ ռուսական բանակի գործողություններից հետո, ինչպես նաև Սիրիայի բանակի եւ քրդական ջոկատների գործողություններից հետո, այնպես որ ցեյտնոուտի մեջ հայտնվեց Թուրքիան։ Ստիպված պիտի գնար զիջումների կամ ինչ որ փոխզիջումների Ռուսաստանի հետ, քանի որ տեսա, որ Բունդեստագում ցեղասպանությունը շեշտակի ձևով ճանաչվեց, դռները դեպի Եվրոմիություն փակվեցին եւ իր խաղերը այն շանտաժը սպեկուլյացիան չանցավ Եվրոպայի հանդեպ, ինքը հույսը կորցրեց։ Դրա համար թեքվեց դեպի Ռուսաստան։ Ամեն ինչ փորձում է անել, որպեսզի այստեղ լարվածություն չունենա։ Եվ ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը երևի մեկ պայման է դրել իրենց առջև, որ նա այլևս Թուրքիան Ղրիմի մասին չխոսի։ Դա իմ ներքին կարծիքն է։ Ենթադրում եմ։ Սրբազան մեր եկեղեցին միշտ եղել է ժողովրդի կողքին, թե խաղաղ տարիներին, թե պատերազմի ժամանակ 89 թվականի հոկտեմբերի 1-ին վերաբացվել է մեր թեմը, հենց այդ օրից էլ դուք ղեկավարում եք թեմը, առաջնորդում եք հոտը, ու իսկապես ինչու եմ սա ասում, որովհետև բոլոր էտապներում տեսեք մենք միայն հոգևորի մասին չխոսեցինք, որովհետև դուք եւ թեմը ժողովրդի հետ անցել է պատերազմը, չէ, 90-ականների, ու հիմա էլ ապրիլյան պատերազմն էր, ճիշտ է ոչ այն մասշտաբի եւ ոչ այն տևողությամբ, բայց եկեղեցին դարձյալ ժողովրդի կողքին է եւ ես տեղյակ եմ, որ մեր եկեղեցին, մեր թեմը օգնության ձեռք է մեկնում ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։
Դա բնական է, եկեղեցին ով է, եկեղեցին դա մեր ժողովուրդն է։ Դա եկեղեցականը չէ, դա շենքը չէ։ Հավատքը մեր հայ ժողովրդի հավատքն է, եւ եկեղեցի բառը էկլեզիա նշանակում է ժողով, հավաք, հավատացյալների հավաք։ Դա է կոչում եկեղեցի։ Մեր եկեղեցին էլ ազգային եկեղեցի է։ Ինքը մեր ազգին է ծառայում։ Ազգը բաղկացած է տարբեր շերտերից՝ աշխարհական, հոգևորական, իշխանավոր, ոչ իշխանավոր, զինվորական, ոչ զինվորական, դու բոլորում գրկված են մեր եկեղեցու մեջ եւ մեր զավակներն են եւ մենք ասենք թե որպես հոգևորականներ սկսած կաթողիկոսից մենք մեր հայրենիքի քաղաքացին ենք եւ բնական է որ մենք մեր ժողովրդին ենք կարող ճակատագրից ռուլն դա մեր ճակատագրին է սա իմ հայրենիքն է սա իմ հողն է Արցախը դա իմ բարբարն է սա իմ պատմությունն է ինչպես մենք մեր ժողովրդին մեր հայրենիքին չծառայենք դա շատ բնական է Եվ միշտ այդպես էլ լինելու է։ Այսինքն չի կարող եկեղեցին կաղապարված լինել բնականաբար, ինչպես որ ասացիք։ Դրա համար ենք հենց մենք շոշափում նաև այնպիսի հարցեր, որը հուզում է մեր ժողովրդին եւ ես չմոռանանք մեր Արցախի ազատագրական շարժումը արդեն 315 տարի է տևում։ Սա 1701 թվականից գախնի ժողովից, որ Գանձասարում Եսայի Հասան Ջալալ կաթողիկոսը հիմքը դրեց։ Արցախյան ազատագրման շարժում։ Արդեն 315 տարի է մենք այս շարժման մեջ ենք։ Չմոռանանք, եւ այս շարժումը դեռ շարունակվում է։ Այստեղ մի խորհրդավոր գաղտնիք կա, կապված հենց բուն Արցախի հետ, որ 315 տարի է, որ մենք փորձում ենք վերջնական լուծում տալ, որ այն ձգվում է, մի բան կա այստեղ, խորհրդավոր, մեծ գաղտնիք կա։ Ու ես հասկանում եմ, ես գիտեմ սա ինչ գաղտնիք է, դեպի ուր է սա տանելու։ Դրա համար ես ասում եմ, ես լավատես եմ։ Աստված մեզ պահում է որպես անկյունակար, արդարությունը աշխարհում ցույց տալու, ապացուցելու նաև մեզ, որ արդարության համար, մեր արդար խնդրի լուծման համար, մենք չպետք է հոգնենք, մենք պետք է շարունակենք պայքարը, որ քաղցր, վերջնական մեծագույն հաղթանակ ունենանք։ Ապա ինչու Աստված այսքան ձգում։ Ինքը նաև անարդարներին քայքայելու է, փշրելու է, դեմքերը բացելու է։ Կապ չունի թե դա ով է կամ ինչ գերպետություն է։ Սա մեծ խնդիր է, բավական մեծ։ Այսինքն դա զուտ լավատեսություն չէ, դա ճշմարտություն է։ Դա ինձ համար տրամաբանորեն հասկանալի է, որպես հոգեորական, որպես միստիկ մարդ։ Ես այդ օրենքներին ծանոթ եմ, գիտեմ այդ։ Ինչու ես 89 թվականին որ եկա, առաջին խոսքս ինչ էր։ Ասացի իմ արցախցիներ ես եկա դեզ հետ մեր հաղթանակը վայելելու։ Եվ երկրորդը ասացի որ պիտի պատերազմ լինի, հարյուն պիտի թափվի, մեր վանքերը պիտի բացվեն, մենք պիտի միանանք Հայաստանի հետ։ Եղավ, բայց մենք պիտի շարունակենք այս պայքարը։ Դեռ չի ավարտվել։ Դեռ խնդիրներ կա, որոնք դեռ պիտի լուծվեն։ Ոչ միայն մեզ համար պիտի լուծվի, նաև այլ ազգերի, այլ պետությունների համար խնդիր պիտի լուծվի։ Արցախ այստեղ արդարության անկյունակարն է, որի վրա անարդարները պիտի սայթակեն։ Մենք նաև այս առաքելությունն ենք կատարում արցախցիներս, հայերս, դա շատ կարևոր է։ Եվ մենք այդ առաքելության գիտակցությունը պիտի ունենանք։ Դա շատ կարևոր բան է, մեզ համար եւ Աստծո համար, նաև աշխարհի համար։ Շնորհակալություն Սրբազան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, ձեր մաղթանքը, օրհնանք մեր ժողովրդին եւ ավարտենք։ Մեր ժողովուրդը հերոս ժողովուրդ է, բարի ժողովուրդ է, խղճով ժողովուրդ է։ Ինքնաբուխ կերպով 2 ժամվա մեջ ազգը միաբանվեց։ Մեր երիտասարդները խիզախները դարձան։ Սա խոսում է մեր ազգի յուրահատուկ ֆենոմենի մասին, որը ապշեցրեց ամբողջ աշխարհը։ Հոգեբաններ, չէ՞։ Այո, հոգեբաններ, զինվորական հոգեբաններ եկան, նաև ինձ հետ էլ հանդիպեցին։ Ես հասկացա ինչու եկան, ուզում են հասկանան ինչ է սա կատարվում։ Անտրամաբանական, գերբնական բաներ է։ Դա նշանակում է, որ Աստված մեզ հետ է։ Ազգը միաբանեց։ Եվ մարդիկ ուրախությամբ գալիս էին պատերազմի դաշտ։ Հիմա այս մեր ազգին, այս սրբազան ազգին ես մաղթում եմ անհոգ ջանք տանել, չհոգնենք, արթուն մնանք, շարունակենք այս
Աստծուց տված մեր առաքելությունը։ Կարևոր է մեզ համար, կարևոր է այլ ազգերի համար եւ Աստծո համար։ Աստված դա մեզ վստահել է։ Ծանր բերը դրել է մեր ուսերին, իմանալով որ մենք սա պիտի կրենք եւ պիտի հաղթենք։ Աստված չի տալիս ոչ մեկին այն բերը, որ ինքը չի կարող կրել։ Բոլորին տալիս է այն, ինչ որ իր ուսերը կարող են կրել։ Մենք դա կրելու ենք եւ քաղցր մեծ հաջողության ենք հասնելու միանշանակ։ Պիտի արթուն մնանք, չհոգնենք եւ միշտ լինենք միաբան Աստծո հետ եւ մեկս մյուսի հետ։ Բոլոր խնդիրները լուծելու ենք 101%-ով։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosյանը։ Խաղաղություն ձեզ։